Ռուսաստանը 400-ից ավելի ԱԹՍ-ներով և շուրջ 20 հրթիռով հարված է հասցրել Կիևին։ Մի շարք թաղամասերում հրդեհներ են բռնկվել, վնասվել են քաղաքացիական օբյեկտներ, ջեռուցման անջատումներ են եղել։ Վիրավորվել է առնվազն 35 մարդ, հայտնի է 6 զոհի մասին։ Օդային հարվածի հետևանքով տուժել է նաև Կիևում Ադրբեջանի դեսպանատունը, աշխատակիցների շրջանում վիրավորներ չկան։ Բաքվում Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։ Ըստ գերատեսչության ռուս դիվանագետին բողոք են հայտնել, նշելով, որ միջազգային իրավունքի նորմերին հակասող նման հարձակումներ տեղի են ունեցել նաև նախկինում։ Իլհամ Ալիևը Վոլոդիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում դատապարտել եւ անընդունելի է որակել տեղի ունեցածը։ Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել ադրբեջանցի գործընկերոջը հումանիտար աջակցության համար։ Պաշտոնյաները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների վերաբերյալ։ Reuters գործակալությունը հայտնում է, որ Վաշինգտոնը հաստատել է Թայվանին կործանիչների եւ այլ ինքնաթիռների մասերի վաճառքը։ Գործակալության տվյալով գործարքի արժեքը հասնում է $330 միլիոն եւ առաջինն է ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելուց հետո։ Պենտագոնից հայտնել են, որ աջակցությունը կօգնի Թայվանին ավելի լավ դիմակայել հնարավոր սպառնալիքներին։ Չինաստանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Թայվանի հարցը կարմիր գիծ է Պեկինի համար եւ ամերիկյան կողմը չպետք է հատի այն։ Պեկինը խոստանում է պատասխան միջոցներ ձեռնարկել։ Ամերիկյան զենքի վաճառքը Թայվանին մեկ Չինաստան սկզբունքի լուրջ խախտում է եւ սխալ ազդանշաններ է ուղարկում Թայվանի անկախության օգտին հանդես եկող ուժերին, ընդգծել է Լիցյանը։ Համասը Իսրայելին է հանձնել եւս մեկ պատանդի աճյուն, Թել Ավիվում նույնականացում կիրականացվի։ Նախկինում դեպքեր են եղել, երբ շարժման փոխանցած մարմինները չեն պատկանել հոկտեմբերի 7-ին գերեվարված անձանց։ Համասը պետք է վերադարձնի եւս 3 պատանդի աճյուն։ Իսրայելական կողմը կոչ է արել Համասին շարունակել պահպանել հրադադարի ռեժիմը եւ վերադարձնել բոլոր աճյունները։ Պաղեստինյան շարժումը հայտարարում է, որ աշխատում է գործընթացը հնարավորինս շուտ ավարտելու ուղղությամբ, սակայն մարմինների մեծ մասը փլատակներում է։ Թրամփն ավելի վաղ նախազգուշացրել էր, եթե Համասը չվերադարձնի բոլոր աճյունները, Իսրայելը կվերսկսի ռազմական գործողությունները։ Բրիտանական BBC ընկերությունը ներողություն է խնդրել Դոնալդ Թրամփից, սակայն հրաժարվել է փոխհատուցում վճարել։ Օրերս ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ պատրաստվում է դատի տալ BBC-ին վավերագրական ֆիլմում իր ելույթը խեղաթյուրելու համար։ Ֆիլմի հեղինակները մոնտաժել էին 2021 թվականի ընտրություններում պարտությունից հետո Թրամփի ելույթը, ինչի հետևանքով տպավորություն էր, որ նա բռնության կոչ է անում իր կողմնակիցներին։ Թրամփի թիմը նամակ էր ուղարկել կորպորացիային նախազգուշացնելով, որ $1 միլիարդ չափով փոխհատուցում են պահանջելու, եթե ֆիլմը չհեռացվի լրատվամիջոցի հարթակներից։ BBC-ից խոստացել են, որ չեն վերահեռ արձակի հաղորդումը։ Դիանա Գասպարյան, լուրեր։